Այամ ջան, գիտեք, ես էլ եմ ասում, իրենք անբաժանելիությունը իրենց շատ է ոգևորում։ Մենք այստեղ ես հիմա կարող է անդիմադիրներն ասեն, դա շատ եմ անդիմությանը քննադատում։ Ես ինձ եմ քննադատում, էլ ես անդիմադիր եմ։ Բայց մենք հիշում ենք, չէ՞, Սաշիկ Ալեքսանյանի այդ միֆը կամ ոչ միֆը նախկին անդիմության կողմից, իրենց կողմից ինչ ձև էին թմկարում եւ ինչ ձև էին անում։ Աննա Հակոբյանը վաղուց անցել է այդ ամեն ինչ այդ սահմանները։ Վաղուց Աննա Հակոբյանը հավատացեք, դա ռեկետ է անում։ Չգիտեմ, առաջին կինն է տիգինն է թե երրորդ տիգինն է թե չգիտեմ դա, բայց այս կինը ինքը ռեկետ է անում։ Կներեք, այս բառից բառից բուն իմաստով ռեկետ է անում։ Եվ այս մասին համակարգված բարձրաձայնում, թմբկահարում մեր կողմից տեղի չի ունենում, որը որ շատ կարևոր է։ Չնայած մեր կողմից շատ բաներ կա, որ պետքա տեղի ունենար եւ տեղի չունենում, էլի։ Հիմա ես որ մեկը թվարկեմ։ Այստեղ լավ ճիշտ նկատեցիք, զեղչեր ունեմ, որովհետեւ որ իրենց զեղքն է, էլի, ուզենան կզեղչեն, ուզենան իրենք կտան գումար, որոշ բիզնեսմենների էլ ասենք, ինչպես օրինակ Չարլեզուները ասում են, որ այդ 888-ին, հա, սուպերմարկետների ցանցին, այսպես։ Մայամ ջան, ես իմ պատկերացումն էսպես է, ամեն դեպքում պետք է կարող ուժերը, իսկապես ովքեր որ ուզում են Հայաստանի Հանրապետության օգտակար լինեն, պետք է համագործակցեն իրար հետ, հնարավորինս համագործակցեն, ես չեմ ասում բոլորը մերվեն մեկ քաղաքական ուժի մեջ, դառնան մեկ քաղաքական միավոր, Երանի այդպես լիներ, բայց այդպես չի լինում մեր իրականության մեջ, մենք տեսանք, բայց նվազագույնը, որ մենք պետք է անենք, մենք պետք է համագործակցենք, ես մի քանի տարի ասում եմ, պետք է ինչ-որ մի հատ ակումբի պես, փակ ակումբի պես տեղ հիմնվի, որտեղ որ մենք անդիմադիրները, իրական անդիմադիրները պետք իրար հետ շփվենք շաբաթը մեկ անգամ կամ չգիտեմ 10 օրը մեկ անգամ։ Ես ինչ կոչ եմ անում։ Ուրեմն հաջորդ 5 շաբթին ապրիլի 24-ն է գալիս։ Բնականաբար բոլորովս անպայման պետք է գնանք Ծիծեռնագաբերդ։ Մեր ուրեմն հարգանքի տուրքը մատուցենք Ցեղասպանության զոհերի հիշատակին, անպայման սա գիտեմ որ դա կոչի կարիք չունի, բայց ամեն դեպքում, քանի որ մեր ժողովրդականության նման ալիք է բարձրացրել այս իշխանությունները, ես սա ասում եմ, հաջորդ 5 շաբթի ապրիլի 24-ով պայմանավորված մենք նստացույցը չենք անելու։ Դա միակ եզակի 5 շաբթին է լինելու, որ մենք այս ընթացքում կառավարության մոտ չենք գնալու։ Ամսի 1-ով մենք նորից շարունակելու ենք մեր նստացույցը եւ անպայման ամսի 1-ով օրինակ ես շատ կուզենայի որ մեր նստացույցը ավելի մարդաշատ լիներ։ 30 հոգի հավաքվել էր, 30-35 հոգի, շատ մեծ էներգիա ես ստացա։ Տղաներից մեկն էլ կատակով ասեց, թե պատկերացրեք 3000 հոգի որ հավաքվի, ինչ կանենք։ Բնականաբար ես երբևիցե հոգու հետ կապված չեմ պայմանավորվել մեր պայքարը, բացարձակապես ես մենագովել եմ ակցիաներ արել, կապ չունի 5 հոգով էլ, 10 հոգով էլ, բայց միանշանակ երբ որ 3000 հոգի այսպես ասածը պայմանական ասած հարցնի թե ինչ ենք անելու Չակալյան ջան, ես շատ ավելի թևավորված կզգամ ես ինձ եւ շատ ավելի մեր քայլերը շատ ավելի արդյունավետ կլինեն, շատ ավելի։ Հավատացեք, սատանան այդքան վախենալու չի իշքան որ թվում է։ Այս մասին խոսել ենք Նիկոլ Փաշինյանը ինքը իշքան էլ ինքը այո դիկտատոր է, իշքան էլ ինքը այո ոստիկանների հետևին թաքնված է, իշքան էլ այո ինքը կարմիր գծեր չունի, բայց ամեն դեպքում ես առաջի անգամ չէ, ես շփում ունեցել եմ, հա, այսպես ասած, շփում ուղիղ շփում չէ, բայց պայքարային առումով նույն Սաակաշվիլի ռեժիմի հետ ես գիտեմ, որ իշքան էլ իրենք թվում են անբարդելի, իրենք շատ խոցելի տեղեր ունեն, եւ սա էլ ասեմ, միշտ չսիրած քարն է աշկահանում, միշտ, հա, ու շատ փոքր քարը կարող է այդ ամբողջ մի հատ մեծ ռեժիմ տաբալ է, սա էլ ասեմ։ Ուրեմն օրինակ մի հատ օրինակ բերեմ, շատ սովորական օրինակ։
Մենք առաջի օրը ուրեմն զանգեցի երկիշներին, մեր հայ լաոներին, խնդրեցի, որ 6 ամսվա հետ պայմանավորված ուրեմն գան եւ կառավարության մոտ ազգային երաժշտություն անեն երկել։ Ահա։ Մի քիչ հետո ընդամենը զանգելուց մի ժամ հետո ուրեմն հայտարարություն տարածվեց, որ կառավարության նիստ չի լինելու, ոք մի խոսքով։ Նիստը լինելու է ժամը 17:00-ին։ Բնականաբար ես իմ մեջ բացացի միգուցե դրանով է պայմանավորված, միգուցե դրանով չի պայմանավորված, չեմ կարող ասել, հա, մեր երկով։ Բայց ամեն դեպքում առավոտը երբ որ գնացի, ասեցի, որ սկսեցի իր անվտանգության բան մոտ ասել, որ դե հայկական երաժշտություն կար, հայկական երաժշտությունից փախավ։ Ու այսպես կատակով, կես կատակով ասում էի ոնց որ Սադանան խաչից, այդպես էլ Նիկոլ Փաշինյանը ազգային երաժշտությունից վախենում է, այսպես, հա։ Ու իրանք էլ սկսեցին արտանալ, չէ, դա քարորյանիստ է, քարորյանիստի է գնացել, հա, այսպես։ Ու ես ասում եմ, լավ, քարորյանիստի է գնացել, հարց չի։ Ես 7 տարի կառավարության մոտ եմ։ Բոլոր նիստորեն համարյա գրեթե եթե ձերբակալված չեմ, այնտեղ եմ։ Չի եղել մի քարորյանիստ, որ ինքը սկզբից չգա կառավարության շենք, մի ժամ շուտ է գալիս, միջայլոց ասեմ, երբ որ արդեն քարորյա կա, ինքը գալիս է մի ժամ շուտ կառավարություն, հետո նոր գնում է այնտեղ ազգային ժողով։ Այդ ինչ տեղի ունեցավ, որ այդ հանգարց 3 էլ դեցել չգավ կառավարություն, հա։ Ինչ որ է, բայց հարցը դա չի, հարցն ինչն եմ ուզում ասեմ։ Այսպես սկսեցին խոսել, մեկ էլ մի քիչ հետո տեսնենք անվտանգությունը առաջ ընկած, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը սուրում է դեպի կառավարություն, հա։ Փոքր նյուանս է, բայց այսինքն ասածս որն է, որ այս դիկտատորները, ինչքան էլ իրենց թվում է թե իրանք ուժեղ են, ինչքան էլ բան, իրենք ունեն շատ խոցելի տեղեր եւ կարելի է հենց այսպես մի քանի քայլով ասենք փոխել իրենց ընթացքը, իրենց ուղղությունը, հա, այսինքն ինքը չէր ուզում գալ կառավարություն, շուտ եկավ գնաց մի խոսքով, հիմա բանջանեմ։ Ես ինչ եմ ասում, լավատես եմ, միանշանակ լավատես եմ, միանշանակ մենք կարողանալու ենք այս հարցը բոլորս միասին լուծել, ցանկություն լինի։ Ցանկության դեպքում մենք այդ հարցը լուծելու ենք։ Հայկական արժեքների պաշտպանության կամ հասարակական նախաձեռնությունը այդ ցանկությունը ունի։ Մենք ասում ենք բոլորի, մենք կառավարության մոտ ենք, անցած տարվա նկարեր բերել Facebook-ը գրած է, հիմնական խրամատը հանրապետության հրապարակում է։ Ես դրանում համոզված եմ եւ հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, ովքեր որ Նիկոլ Փաշինյանի հետ կապված համաձայն չեն։ Եթե ինչ-որ ակցիաներ եք անում, դա հիմնականում թիրախավոր է կառավարության շենքը ու այսինքն ոչ թե շենքը որպես այդպեսի կառավարությունը եւ տարածքը հանրապետության հրապարակ։ Անշուշտ պայմանավորված մենք կարող ենք ապակենտրոն ինչ-որ քայլեր անենք, բայց հիշեք, հիմնական խրամատը հանրապետության հրապարակում է եւ հիմնական գործողությունը ես սա մի անգամ էլ եմ ասել, ուզում եմ ընդգծեմ։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը հաստատեց հանրապետության հրապարակում, եթե գհիշեք։ Ինքը հանրապետության հրապարակում իր իշխանությունը հաստատեց։ Այո, հետո ազգային ժողովը շրջապատեց, հետո հիշում ենք բոլորս պատմությունը։ Եվ ես մի բան ասեմ ձեզ, Նիկոլ Փաշինյանի իշխանազրկումը, եթե մենք կարողանանք, հիմա այս պարագայում, եթե բառը ես հանում եմ, մենք պարտավոր ենք, որպեսզի դա իրականացնենք, ուրեմն Նիկոլ Փաշինյանի իշխանազրկումը դա տեղի է ունենալու հանրապետության հրապարակում։ Հանրապետության հրապարակում ժողովրդի ուժով, այսքանը լավ մնացեք, շնորհակալություն։